Դեր Հիսուս Քրիստոսի անով գողջունեմ ձեզ բոլորդ, որ այս առավոտ կարողացաք Տերոջը կալ միասնապար զինք բաշտելու, նաև իր խոսքով սնանելու։ Հոդնգայս պիտի երկենք 7-րդ շարականը Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ։ Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ, որեն Աստված մեծավ, խաղաղության ձայնը հնչեցավ, Սուրբ ողջույնի հրաման տվավ, եկեղեցիս միանց եղավ, ամփոյրս հոր լման տվավ, թշնամությունը հեռացավ, սերը ընդհանուրը սփռեցավ, արդ պաշտոնյան հարցյալ լսայն, դուք օրհնություն միասնական Աստվածության, որում սյոփել են սրբան։ Ամեն։ Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը բիդելա թիվ 20 Աստվածաշունչ Մադյան։ Ով դեր քու խոսքդ հավիդյան հաստատ է երկինքի մեջ, որ չափ կսիրեմ քու օրենքդ, այն է ամեն օր իմ մտածությունս։ Քու բանալյաններս իսկի նշաններես իմաստունների, հանձյանով միշտ իմ խոսք։ Իմ ուսուցիչներս ավելի հանջարեղ եղա, վասնզի քու վկայություններդ իմ մտածությունս են։ Ձերեն ավելի իմաստուն եղա, վասնզի քու հրամանները պահեցի, ամեն կես ճամփայեք իմ ոտքերս ետ քաշեցի, որպեսզի քու խոսքը պահեմ։ Քու թադաստաններդ չխոդորեցա, վասնզի թուն սորվեցուցիր ինձի, որ չափ քաղցր է քու խոսքդ իմ քեմքիս, մեղրեն ավելի անուշ է իմ բեռնիս։ Քու խոսքդ իմ ոտքերուս կրակ է, ու իմ շարուներուս լույս։ Թուն հաստատ գեցիր այն բաներում մեջ, զորոնք սորվեցար ու հավատացիր, վասնզի գիտես թե որ մեզ սորված ես։ Նաև ու մանուկներեք իրենց սուրբիկերը գիտես, որոնք կրնան իմաստուններ կես կրվելու, Քրիստոս Հիսուսի վրա եղած հատկովը։ Բոլոր քիրքը Աստծո շունչն է և օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու և արդարության խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը գադարյալ ըլլա ամեն բարի գործերու պատրաստված։ Դեր օրհներ խոսքին ընթերցումը գարավիրեմ հովիվը, որ մեզ աուտկով դերոջ կահում մոտեցնե։ Մեր երկնավոր հայրը սրտանց փառք կուտանք այս տերունական օրվան համար քո ունակությամբ դեր ներկայացած մեջ կուքանք միապերան մեր սրտին շնորհակալությունները հայտնելու այո դեր ոչ թե միայն շնորհակալություն հայտնելու այլ քեզ բաշտելու եկած ենք քեզ հետ հաղորդակցելու եկած ենք քու ցայնդ լսելու եկած ենք եւ փառք կուտանք որ խոսման համաձայն մեր մեջ ներկայես Հավատքով գուքանք դեր, երկյուղացությամբ գմոդենանք քու մեծապարության դարչև և դեր, որքան շնորհակալություն գայտնենք քու խոսքիդ համար, որ մեր ցերկերում մեջ ունենք, մանավանդ դեր այն բոլոր հոգևոր օրհնություններուն համար, որոնք գվայելենք այս չար աշխարհի մեջ, փառք կուտանք Սուրբ Հոգվույն բնակության համար մեր սրտերում մեջ, այո դեր ան մեզ գմխիտարե, գքաչալերե, գզորացնե,
գուղե եւ դեր խոսքդ հասկանալի գդարցնե շնորհակալ ենք դեր փառք կուտանք եւ գաղութենք որ այս հadouk երբով օրտնես բոլորիս դեր ներգայությամբ խոսքովդ դեր այնպես մորտնես եւ քո հոգիդ այնպես մկործե որ դեր մենք ավելի հարաճ երթանք ավելի աճինք ավելի զորանանք ավելի դեր բդղապեր ցանկեր ապրելով քո անվանդ բադիվ փերող զավակներ դառնանք փառք կուտանք դեր շնորհակալ ենք որ ամեն օր քո ներգայությունովդ եւ խոսքովդ մեզ գարաչնորթես այո դեր եթե քեզ ճունենայինք ամենախղճալի մարդիկը պիտի լայինք բայց փառք կուտանք որ թունես մեր հույսը եւ լույսը դեր մեր խնդրանքներն ալ քեզի կբերենք հիվանդներ կան անգողինի գծարայեն գաղութեն որ դեր բոլորին օգնության ասնիս իրենց անուններով քու շնորհած կայդարչև կբերենք դեր որբեսի բոլորին գադարել աբես բժշկես դեր հիշեմեր հայրենիքը այցելես մեր ժողովրդինալ քո հոգիդ կորձե դեր այս վերջին օրերու մեջ որբեսի ազգովին քեզի մոդը լանք եւ մեր սիրտը քեզ բաշտե մեր սրդերը քու վրատ գարչած մնան ոչ թե միայն շրտներով քեզ բաշտենք հապա դեր հոգիով եւ հնազանդ ըլլանք քու բադվերիդ որը սիրկացեք բոլոր աշխարհ ավետարանը կարոզեցեք այսպեսով ըլլանք ժողովուրդ մեր շուրջը գտնվող մարդոց աղ եւ լույս պիտի դառնա այս բոլոր անարժան ապար կխնդրենք ով հայր մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն ամեն Բաշտենք մեր դերը երկելով 568-րդ երգը մենք չենք ցկեր սուրբ գիրքը Մենք չենք ցկեր սուրբ գիրքը Աստվածաշունչնատյան Կանզի մանգանց է առաջնոր ձերոց արկավազան Ջրակ է անլույս վարը որ կուտա մեր մուջամում Գծուցն է պարկերն ամոր բնագարան սիրում Մենք չենք ցկեր սուրբ գիրքը Աստվածաշունչ մատյան Կանզի մանգանց է առաջնոր ձերոց արկավազան Մենք չենք ցկեր սուրբ գիրքը Կանզի միայն անգեր Երնի ճամփան կրնան գտնել փախչիլ ալթժողկեր Անոր մեջ կգարտան թե ով իջավոս երնիկ է որ իր արյունը թափելով մեզ ազատ է մեղքեր Մենք չենք ցկեր սուրբ գիրքը Աստվածաշունչ մատյան Կանզի մանգանց է առաջնոր ձերոց արկավազան Մենք չենք ցկեր սուրբ գիրքը այլ քարոզենք պիտի որ արձականքը ասկերեն ծովեն անթին լսվի Եվ փրկությանը ցայն լսեն մարդիկ ամեն երկիր Մենք ալ դեր օջը սուրբ խոսքեն
Պարապանությունը շարունակենք երկելով 265-րդ երգը, որուն 4-րդ տունը զանց պիտի անենք։ Երբ քալենք դերոջ հետ ու խոսքով գեդարգեդ։ Ինչպես տեսակ այսօրվան թե ընթերցումը թե երկերը Աստծո խոսքին վրա հիմնված են եւ Աստծո խոսքին մեջ շատ հստակ կերպով համար մգա որ գսե գրթե մանուկը իր ջամփան սկսած ադենը որբեսի ձերության ադենալ անգե չխոդորի Բիդի խնդրեի որ Լևոն եղբայրը փեմ հարաճանա եւ մեզի իր մեներքը գադարե Քեղեցիկ ցերքեր փոքրիկ երկով որ մեդո արա եղբայրը պիտի շարունակե Each
Լևոն եղբայր, Մարիթա քույր, այսօրվա մեր պաշտամունքը հատուկ բնույթ ալգգրե, շատ ուրախ ենք, որ Արան և Սետան իրենց անուշիկ փոքրիկը Օլիվիա Գրեյսը դերոջը պիտի նվիրեն, այնպես որ պիտի հրավիրեմ, որպեսզի առջև կան, առաջ որ աղոտ մնենք, կարևոր գետ կուզեմ շեշտել։ Փոքրիկներու նվիրումը Աստվածաշունչի հիմք ունեցող արարք մնե։ Աստծո խոսքը գթելաթրե, որպեսզի մենք մանուկները գրտենք դերոջը ջամփում մեջ եւ Դեր Հիսուսալ, երբ որ մանուկները փերին անոր ընդունեց օրհնեց զինքը, այնպես որ շատ բարի Սուրբկրային սովորություն է, մենք քրիստոնյաներս մեր փոքրիկները դերոջը գանցնենք անոր շնորհքին։ Հրամեցեք Արա եւ Սետա։ Արի Արա նույնը չէ գարձես քիչ։ Կարևոր գետը ուզեմ շեշտել, որ մեր զավակները Աստուծո կողմէ նվերներ կդրվին մեզի։ Այնպես որ մեր զավակներու սեփականատերը մենք չենք։ Մենք մեր փոքրիկները որպես նվեր կընդունենք եւ ուզենք դաստիարակել Աստծո ջամփում մեջ, Աստծո վախովը եւ մեր գամքով կնվիրենք, բայց երբ կմեծնա մեր փոքրիկները Աստծո խոսքով, իրենք պետք է ընտրեն Տեր Հիսուսը որպես փրկիչ։ Այնպես որ սխալ ըմբռնումը երբ ունենանք, սխալ վարմունք պիտի ունենանք մեր զավակներուն հետ։ Մեր զավակները արարգաներ չեն, կգործածենք ինչպես որ ուզենք։ Հոգի ունեցող էագիմը սեփականատերը միայն Աստված ինքն է։ Բայց փառք ունենք որ ան նվերներով մեզ գործն է, որոնց մեկն է մեր փոքրիկները։ Եվ այսօր Օլիվիա Գրեյսը դերոջը շնորհքի պիտի անցնենք, անոր ձեռքերուն աղոթքով եւ պիտի խնդրենք, որ Աստված իմաստություն տա Արին եւ Սետային, որպեսզի կարենան դաստիարակել եւ մեծնեն Աստծո վախով։ Պիտի խնդրեմ, որ ոտքի վրա գնանք բոլորս։ Ով դեր փառք ունակ քեզի ու փարիկներուդ եւ շնորհներուդ համար, որոնք գվայելենք, շնորհակալ ենք ով դեր այս բաուս հատուկ կերպով փառք ունենք Օլիվիա Գրեյսին համար, այո դեր այս մեծ նվերը որդուն դվիր Արին Սետային գաղութենք եւ քու ցերքերուդ կհանցնենք, քու շնորհքիդ կհանցնենք, գաղութենք որ քու շնորհքիդ մեջ աճի եւ դեր քու ջամփաներուդ մեջ մեծնա, գաղութենք հատուկ կերպով Արին եւ Սետային իմաստությամբ օժտես, որպեսզի կարենան դեր առաջնորդել այս փոքրիկը քու ջամփաներուդ մեջ։ Շնորհակալ ենք ով դեր քու բարի ցերքերդ միշտ Օլիվիա Գրեյսի վրա լա, բահել զինքը ամեն տեսակի վտանգները, փորձակները եւ այսպես ով դեր երբ մեծնա քու ցերքերուդ մեջ ընտիր անոտ մթարնա։ Փառքիդ համար կխնդրենք Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Այս արդիվ գուզեի շնորհավորել Յապուջյան եւ Բոյաջյան ընտանիքները եւ դերը օրհնե զիրենք եւ Օլիվիա Գրեյսնալ օրհնե իր կյանքի ամեն մեկ հանգրվանին մեջ դերը
Օլիվիային հետլա առաջնորդե ուղե եւ պաշտպանեզինք։ Աստուծո խոսքեն համար բբրի գարտամ, որ փոխադարձ ընթերցանության մեջ գարտացի միասնաբար, որ գտնվի այդ համարը երկրորդ Տիմոթեոսի 3-րդ գլուխի մեջ 16-րդ համարն է, ուր գսե բոլոր քիրքը Աստուծո շունչն է եւ օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության խրատելու համար։ Նույնպես պիտի ըլլա Սուրբ Քիրքը։ Հոկտեմբեր ամսվա մեջ կգտնվենք եւ որովհետեւ հոկտեմբեր ամիսը մշակույթի ամիս կգոչվի, կփափակին, որ այս գիրագին Սուրբ Քիրքի մասին խոսիլ։ Հաջող կհարցվի Սուրբ Քիրքը զոր գտնունինք որպես Աստուծո կողմէ մեզի դրված չափանիշ։ Կգարտանք, կքարոզենք եւ մեզի գսեն, որ պետք է հնազանդիկ, արդյոք հարազատ է, վստահելի է, ապացույցեր ունենք, որ մեր բռնած ու քարոզած հավատացած Սուրբ Քիրքը Աստվածաշունչ է։ Եվ գիտեք, որ միայն հայերեն Սուրբ Քիրքերուն վրա արձանագրված է Աստվածաշունչ, գրեթե բոլոր լեզուներում Սուրբ Քիրք թարգմանված է։ Ընդարձակ նյութ է, շատ ընդարձակ նյութ է, միևնույն ադեն չափազանց հաճելի նյութ է, եւ հավատքը ամրապնդող նյութ է։ Սակայն միայն այսօր կուզեմ խոսել եւ անմիջապես անցնելով մեր նյութին, գսենք Սուրբ Քիրքը 1600 տարվա ընթացքին մոտավորապես քրվեցավ եւ դարբեր անձերու գոմե եւ դարբեր ժամանակաշրջաններու մեջ քրվեցան 66 քիրքերը կփաղկանա մոտ 30 անձերու գոմե քրված քրոներու մեջ գային թադավորներ փանաստեղծներ մարգարեներ ոմանք հայտնի անձնավորություններ էին, ոմանք ոչ, ծգնորսներ, մաքս հավաքողներ, բժիշկներ։ Քրվեցան գրոնական եւ քաղաքական դարբեր ժամանակաշրջաններու մեջ, սակայն գլխավոր նյութը մեկ է։ Աստուծո փրկության ծրագիրը, որ Հիսուս Քրիստոսով կատարվեցավ։ Պիտի չխոսեմ Սուրբ Քիրքին ճամփորդության մասին, թե ան ինչ հանգրվաններ է անցավ, մինչև որ եկեղեցու հայրեր ընդունեցին Աստվածաշունչ ըլլալը։ Պիտի չխոսեմ անվավեր ավետարաններու մասին, որ կշրջակայեին քրիստոնեական շրջանակներու մեջ։ Պիտի չխոսեմ Սուրբ Քիրքի բաժանումներու մասին, նախապատրաստություն, ավետարանները, Քորձ Արաքելոցը, նամակները եւ հայտնություն հովանդուն։ Սուրբ Քիրքին Աստվածաշունչ ըլլալուն մի քանի ապացույցերը պիտի հիշեմ, առանց մանրամասնության երթալու եւ յետքը պիտի շեշտեմ անոր հատկություններու մասին։ Քրիստոնյաներու մեծամասնությունը գահավատան Սուրբ Քիրքին, որպես թե Սուրբ Քիրք է, սակայն առանց գիտնալու թե ինչ գրված է։ Չեն գիտեր։ Եվ չեն հարցներ ալ, բայց փառք կուտանք Աստծո, որ Աստվածաշունչը Աստուծո խոսքն է, եւ մենք շատ ապացույցեր ունենք, սակայն կարևորը մեր թիրքը Աստուծո խոսքին հանդեպ ինչ ըլլալու է, հոս է հարցը։ Ուրեմն առաջին ապացույցը մեկ ցերակիրներու շատությունն է։ Չեմ ուզեր ձեր միտքը հոգնեցել եւ մանրամասնության պիտի չերտամ։ Մոտավորապես 20,000 ցերակիրներ կան այսօր թանգարաններու մեջ եւ ամենահինը 130 թվականին
թվականին մնացած է։ Երկրորդը ներքին վկայություններն են։ Սուրբ Գիրքը դուրսի վկայություններն ավելի ներքին վկայություններ ունի, որ կհաստատեն թե Աստվածաշունչը։ Երեք պատմական վկայություններ կան։ Անհավատ պատմաբաններ կխոսին Սուրբ Գիրքի մասին։ Քրիստոնեության մասին, որ Սուրբ Գիրքեն ծագում արած է, առաջ Աստծո խոսքը յետքը քրիստոնեությունը, հեթանոս գայսրեր խոսած են քրիստոնյաներու մասին։ 4 մարգարեություններ կհաստատեն, թե Սուրբ Գիրքը Աստվածաշունչ է։ Ըլլա հրյա ժողովրդին նկատմամբ, ըլլա Տեր Հիսուսի վրա եղած մարգարեություններ եւ մանավանդ վերջին օրերու մեջ ըլլալիք մարգարեություններ։ Ասոնք բոլորը հայրավոր դարիներ առաջ գրված են եւ լի կգադարվին։ 5 Սուրբ Գիրքին մարդոց վրա թողած ազդեցությունը կհաստատե թե մեր քարոզած Գիրքը Աստվածաշունչ է։ Աստվածաշունչ է։ 6 Սուրբ Գիրքի մեջ գրված Աստուծո մարդոց անգումները եւ անոնց կործած մեղքերը կհաստատեն թե Աստվածաշունչ է։ Եվ ոչ թե մարդկային մտքի արդարություն։ Ով պիտի արձանագրե Դավիթի նման, Սամսոնի նման, Նոյի նման մարդոց անգումները եւ կործած մեղքերը։ Եթե ես լայի Դավիթի պատմությունը գրելու ադեն, երբ հասնեի հոն, ուր ինքը մեղ կործեց, քրիչս մեկ կոմբիտնեի, բիդսեի ամոթ է, Դավիթի նման մեղը, անոր մեղ կգրեմ չէ ջանում, ամոթ է, եւ պիտի դարձնեի։ Բայց Սուրբ Գիրքը Աստվածաշունչ է, որտեղ Աստծո հոգին ներշնչեց իր ծառաներուն եւ ասավ քրեցեք։ Այնպես որքան որ ժամանակս կթույլատրե, գուզեմ խոսիլ Աստվածաշունչի հատկություններու մասին։ Եվ այս հատկությունները զոր պիտի հիշեմ, ցույց կտան, թե Սուրբ Գիրքը Աստվածաշունչ է։ Առաջին հատկությունը մեղավոր մարդուն վերստի ծնունդ կուտա։ Առաքյալը գսե Հակոբոս 1:23 նորեն ծնած ըլլալով ոչ թե աբագանացու սերմեն, հաբա անաբագանացու Աստուծո անաբագանացուեն Աստուծո գենթանի ու հավիդենական խոսքով։ Մարդ նորեն կծնանի Աստծո խոսքով։ Գիտեք թե վերստին ծնունդը հրաշքներուն հրաշքն է Աստծո խոսքով։ Եվ այս հրաշքը միայն Աստծո խոսքի միջոցով կարելի է։ Ով կրնա մարդուն սիրտը փոխել, ով քիրք մգարտացած է ու սիրտը փոխված է, կյանքը հեղաշրջված է։ Ով քիրք մգարտալով Աստուծո որդի ըլլալու գիտակցությունը ունեցած է։ Իրեններուն եկավ եւ իրենները զինք չընդունեցին։ Բայց որոնք զինք ընդունեցին, անոնց իշխանություն տվավ, իրավունք տվավ Աստուծո որդիներ ըլլալու։ Որ քիրքը գվստայեցնե։ Չկա։ Բոյևե գրոնքի մեջ մեկը չի հանդգտիր ըսելու որդուն Աստուծո որդի ես, մեղա գսեն, Աստվածուր թունուր, քրիստոնեության մեջ, մեղավորը այո Աստուծո որդի գտարնա, որովհետև անոր Հիսուսը ընդունելով խոսքը ավետարանի բարի լսեց, հավատք ընծայեց եւ այդ խոսքը իրեն վերստին ծնունդ տվավ եւ այսպես այդ իրավունքը ունեցավ։ Մեղքերու թողության եւ հավիդենական կյանքի հույսը ունենալուն գիտակցությունը գունենա։ Մենք չենք զգար, որ հավիդենական կյանք ունենք։
Մենք չենք զգար, որ մեր մեղքերը ներված են։ Գիտես, ես գսկամ, որ հավիտենական կյանք ունիմ, ավոր գսկամ, որ մենք գիտենք, առաքյալը գսե, գիտենք, ան որ Աստծուց մեծնած է հավիտենական կյանք ունի, ան որ որդին ընդունած է կյանք ունի, որովհետև որդին, որ ասավ ես եմ ճամփան ճշմարտություն եւ կյանքը, ուրեմն որդին ընդունողը կյանք ստացած կլա, եւ այս գիտենք, ոչ թե թերևս երանի գիտենք։ Միայն Աստվածաշունչը երաշխավոր է այս գիտակցությունը, ուրիշ ոչ մեկ բան։ Աստծո խոսքի մեջ զորություն կա, կյանք կա, որովհետև անոնք կենդանի Աստծո կողմէ գուքան, եւ կարող է այդ խոսքը մեղքի մեջ մեռած մարդուն հոգին կենդանացնել։ Ինչ է վերստին ծնունդը, ինչ է born again որ գսեն, ինչը գծնի, հոգին գծնի, միտքը, զգացումները, գամքը մեռած է, մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած էիք, ինք ցեզ կենդանացուց գսե։ Ինչը կենդանացուց մեռած հոգին, ինչպես Աստծո խոսքով։ Փառք կուտանք, որ Աստծո խոսքը գնե այդ բանը, կգենթանացնե եւ զայն նոր ստեղծված մը գնե։ Մեր Տերը սա Հովանու 5:25-ի մեջ ճշմարիտ կսեմ ցեսի, որ ժամանակ պիտի կա եւ ալ հիմա է։ Երբ մերելները պիտի լսեն Աստծո որդու ցայնը եւ անոնք որ գլսեն պիտի ապրին։ Հոգին գագնարգե։ Հիմա պիտի լսեն Հիսուսին ցայնը անոր խոսքը, իսկ 28-ի մեջ գսե ասոր որ ամի զարմանակ, վասնզի ժամանակ պիտի կա, երբ բոլոր քերեզմաններու մեջ եղողները անոր ցայնը պիտի լսեն ու դուրս պիտի կան։ Աստծո խոսքի մեջ զորություն կա։ Ղազարոս դուրս ելիրս։ Այդ խոսքերը Ղազարոսի ներսիտի մեջ կյանք ստեղծեց եւ դուրս ելավ։ Բոս արաքյալ գսե ես ամոթ չեմ սեբեր ավետարանը։ Ինչու? Քանզի Աստծո զորությունն է բոլոր հավատացողներուն համար։ Անոնց կենդանացնելու։ Այսինքն, երբ մեղավորը Աստծո խոսքը գլսե, ավետարանի փրկության ավետարանը գլսե եւ հավատ կնձայե իր լսածին, գհավատա գգենթանանա, նոր մարդ կլա, նոր արարած կլա, գրնա մարդը սել ադիչ արասպելները, ես չեմ հավատար, եղած տեղը գմնա, մեղքերու եւ հանցանքներու մեջ, այսօր սակայն փյուրավորներ գվգայեն, ամեն ազգե, ցեղե, քույնե, լեզվե, որ երբ ավետարանին հավատացին, անոնց սիրտը փոխվեցավ եւ կյանքը հեղաշրջվեցան, իրենց մեռած հոգին վերստին ծնավ, մարդիկ հավատան կամ ոչ, փորձառության թեմ ովևէ մեկը չի գրնար գնալ, ովևէ մեկ։ Ինձ համար գսեմ, իմ նման փյուրավորներ կան, եթե ամբողջ աշխարհ թեմս կենա եւ ասե հավատացածդ բարապան է, ես անոնց թեմ գրնամ գնալ, որտեղ փորձառություն ունիմ, Դեր Հիսուս Քրիստոսը տեսա, անունովս գանչեց, փորձառության մեկը չի գրնար թեմ գնալ։ Կանսերի հիվանդությունով մեկը դարաբի, բարավի մեկը գուքա եւ գսե ասիգա հադուկ դերևները շինված հյութերը, հեղուկները, արգը բժշկվիս, բժշկին գերտա, բժշկվի ես չեմ հավատար, մի հավատար, ես բժշկվեցա, հավատաս կամ ոչ։ Այնպես որ այս փորձառության հագարակ չես կրնար գնալ, վերստին ծնունդը փորձառություն է, եւ այս գործողությունը մարդու մեջ միայն Աստվածաշունչը գնե, Աստծո խոսքը, Սուրբ Գիրքը աշխարհի վրա մնայուն հրաշք մնե, Սուրբ Գիրքը որևէ գիրքի հետ կարելի չէ փախտadel, այո, անհին գիրք է, սակայն հինցած չէ,
Ամեն օր նոր է իր զորությամբ եւ իր հրաշքներով։ Երկրորդ հատկություն, ուրեմն առաջինը ինչ կնե խոսքը մարդուն կյանք կուտա, եւ ասի փորձառություն է։ Երբ որ գխոսին մեծ հայրիկես բացություն լսելով ցեզ չեմ խոսի։ Փորձառություն է, փորձառություն։ Աստծո խոսքը կյանք կուտա, մարդուն նոր ստեղծված կնե։ Անորամար արաքյալ գսե, եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիգա նոր ստեղծված կնե։ Հիներանցան եւ ահա ամեն բան նոր եղան։ Երկրորդ հատկություն Սուրբ Գիրքը սրբող մակրող հատկություն ունի։ Մեր դերը իր բարեխոսական աղոթքի մեջ ըսավ հայր սրբե զանոնք քու ճշմարտությունով քու խոսքդ ճշմարտություն է։ Հովանու 17:17 Ինչը գսրբե խոսքը ինչը գսրբե մարդու մեջ ինչ բանն է որ սրբվելու մաքրվելու գարիք ունի Սիրտը մսեղեն սիրտի մասին չենք խոսի հաջող ասած ենք մարդու սիրտը հոգին անձը հոգևոր ընդունակություններն են երբ որ Աստված գսե որթյագին քու սիրտդ ինձի դուր ասել գուզե քու միտքդ ինձի դուր քու զգացումներդ ինձի դուր քու խիղճդ ինձի դուր քու գամքդ ինձի դուր ուրեմն այս սիրտը Աստծո խոսքը գմակրե եւ Հիսուսի այս խոսքերեն հստակորեն կհասկանանք թե սրբությունը եւ ճշմարտությունը մեկտեղ են մեկտեղ գտնվեն ուր Աստվածաշունչի մեջ ճշմարտություն գուզես Աստծո խոսքի մեջ է քու անմա հոգիդ Արանչությամբ ճակատագրական հարցումներու պատասխան ուզես Աստծո խոսքի մեջ է ուրիշ տեղ պիտի չգտնես սրբվել ուզես Աստծո խոսքին միջոցով եւ կորսնականապես ինչպես կարելի գտարնա գարտալով լսելով եւ մեր սրտի մեջ բահելով Աստծո խոսքը մարդու միտքը եւ գենցաղը խավարեն հերու գբահե Փոչ փիլիսոփայություններու եւ հերցվածողներու յետևե չերթար անգոր Սուրբ Գիրքը գարտա Արասպելները որպես ճշմարտություն բռնելով անոնց չի գարչիր անգոր Սուրբ Գիրքը գարտա Ահրելի բան է խավարը ահրելի բան է խավարի մեջ բամը չես կրնար տեսնել մտքի խավարը շատ ավելի ահրելի է Հետևաբար Աստծո խոսքը ճշմարտություն ըլլալով մարդոց միտքը գսրբե եւ անոնք լույսի մեջ կգալեն Քու խոսքդ իմ ոտքերուս ջրակ է ու իմ շավիղներուս լույս գսե Սաղմոս 2 Երրորդ հատկություն Աստծո խոսքը բաժնելու հատկություն ունի Աստծո խոսքը սուրի նման ծված է Եփեսացիս 6-րդ գլուխի մեջ գսե արաքյալ հոն գսե գգոչե Աստծո խոսքը հոգին սուրը որ Աստծո խոսքն է իսկ Եբրայեցվոս թուղթին հեղինակը հետևյալ ցևով կնկարագրի Աստծո խոսքը Վասնզի Աստծո խոսքը գենթանի է ու զորեղ եւ ամեն երկսայրի սուր է Սուր մնե որ երկու կողմեն գգդրե իջածադենը ելածադենը գդրուգ է որ գտապանցե միջև շունչը ու ոգին եւ հոտվածները ու ծուծը բաժնելու եւ գքնե սրդին խորուրդները մտածմունքները ինչ է սուրին գադարած կորձը բաժնել ինչ են գբաժնե մեղքը մարդու սիրտեն գբաժնե վերջացավ կորչունիս հետս մարդուն կյանքեն դուրս կհանե որբեսի մարդը ճշմարիտ ազատության մեջ ապրի եթե որդին ցեզ ազատ է ճշմարտապես ազատ պիտի ըլլաք ինչու համար մարդիկ զանազան ունակություններ ու քերի դարձած են եւ անոնց կյանքերուն մեջ մեղքեր կան
եւ այդ կյանքը շիդակ նպատակին չեն ծառայել այդ կյանքերը։ Մեղքը արդեն նպատակեն շեղիլ կնշանակի։ Ինչու, որովհետեւ Աստծո խոսքը մեկ կողմ թրված է։ Մեկ կողմ։ Եվ եթե ժամանակ ունին լսելու, քոց սիրտով կլսեն։ Եկեղեցի մեջ տստած կլսեն, աչքերնին բայց սիրտերնին քոց է։ Մտքերնին թուրսն է։ Ոչ թե միայն գբաժնե մեղքը մեր կյանքերեն, այլ մեզ գբահե մեղանչել է։ Իմ սրտիս մեջ բայեցի քո խոսքերը, որբեսի չմեղանչեմ քեզի թեմ, գսես Սաղմոսերկուն։ Աստծո խոսքը սայթաքել է, անգում է գբահե մեզ։ Գսե քո խոսքերը սահելու վրա եղողը հաստատեցին, հոպ 4:4։ Ուրիշ շատ հատկություններով նմանցված է Աստծո խոսքը, հայելի նմանցված է։ Անոր արչե մեր իսկական վիճակը կտեսնենք, երբ մարդոց հետ կխոսիս եւ աբաշխարության կհրավիրես, ես ինչ չրերեմ, որ ես ինչ չար կործրած եմ, որ պիտի աբաշխարեմ, որտեւ Աստծո խոսքին որպես հայելի անոր արչեւ իգզիկնին չեն տեսներ, ուրիշներու հետ կփախտադեն։ Անխարտախ գաթի նմանցված է, հավատքի մեջ աճելու համար, հոգևոր կյանքի մեջ հասունանալու համար, որպեսզի դղայական բաները մեկտի տնենք։ Ինչ գեղեցիկ հատկություններ։ Հարցը սակայն ամենակարևորը ինչպես ասի, մեր դիրքորոշումն է։ Աստվածաշունչին հանդեպ։ Բոլոր մեր լսածները, ինչ ճշմարտություններ որ ցեզի ներկայացուցի, դեսություն կմնան, եթե Աստծո խոսքին հանդեպ մեր դիրքորոշումը ճիշտ չլա։ Աստված սիրելներ իր խոսքը մեզի տվավ ոչ թե բարձին տակ տնելու համար, հաբա գարտալու համար, ոչ թե համբուրելու համար, որպես թե գիտես ես եկեղեցի կացի համբուրեցի որպես հարկանք։ Եթե գուզես զասված հարկել, գարտա, հնազանթե, ոչ թե համբուրը, վերջ ես ուզածից պես կյանք մպիտ ապրիմ, իձի մի խարդվիր։ Ինչ որ ես կուզեմ, բայց համբուրելով ցույց կուտա, որ ինք հավատարիմ քրիստոնյամ է։ Աստված իր խոսքը մեզի տվավ, որպեսզի զիգ ջաջնանք, անոր համար տվավ, անոր միտքը հասկանալու համար տվավ, անոր ծրագիրները հասկանալու համար տվավ իր խոսքը։ Եվ նաև տվավ որպես կյանքի չափանիշ։ Եվ ընտրությունները մարդուն թողած է, ընտրությունը քուգդ է։ Զարմանալի երևույթ մգա, մարդիկ սուրբ չեն գարտար, քաղաքարնին գուդան, իրենց չգարտացած քիրքին մասին։ Ինչ իրավունքով, երբ մեկը աստվածաշունչը չէ գարտացած, ինչ իրավունքով քաղաքար պիտի դա։ Ինչ հիման վրա։ Անհավատները քիչ երբեմն խելքերնի չեն գրդար աշխատցնել։ Փամը որ չես գիտեր, համը դեսած չես։ Ինչպես քու քաղաքարդ կուտաս։ Աչեն ծախեն փամը լսերը, անի հրյական պատմություն է։ Սուրբ Գիրքը գենթանի Աստծո խոսքն է, բայց չեն գարտար։ Քաղաքար չունին, անի արասպելներով լեցուն է։ Նոյան չրեղեղ եղեր, այդիկա ինչ արասպելն է։ Անի լսերը այդ հիման վրա քաղաքար կուտա։ Աստվածաշունչը միայն այդ չէ, պետք է սերդես, պետք է միտքդ ըսպաղեցնես եւ ճշմարտությունը ճանչնալու անգեղծությունը ունենա մարդը։ Այնպես որ իրավունք չունի, ինչպես որ օրը համայնավարության ժամանակ Հայաստանի մեջ, երբ ամեն կողմ անաստվածություն կքարոզեին, անհավատի մեկը հանրության մեջ խոսած ադենը կսկսի Սուրբ Գիրքի մասին խոսիլ, հրյական պատմություն է, արասպելներով լեցուն է, Աստված չի գա, այն չի գա, եւ այլն, եւ այլն։ Անթիեն ձերունիմը
նարինչը գհանե քրբանեն գգեղվե գուդե գսե բարոն այս գերած նարինչիս համը ինչպես է գսես ինչ են գիտնամ նարինչի ես չի գերա ձերունի քաչությունը գունենա ասելու ինչ իրավունքով Սուրբ Քիրքի մասին քահապարդ կուդաս որ գարտացած չես Աստծո խոսքը գենթանի է գենթանի զորեղ է կյանք կուդա երբ գտնունիկ Աստվածաշունչը որպես Աստծո խոսքը այն ադեն պիտի օրհնվենք եւ մեր սրտի խաղաղությունը պիտի վայելենք մեր սրտերում է իսկ եթե մերժենք թշբախտ արարածներ պիտի ըլլանք Աբերջանիկ եւ անխաղաղ կյանք պիտի ապրենք հոս երկրի վրա եւ հավիտենականության մեջ Աստծուց մեհերու փառք կուտանք Աստծո խոսքին համար որքան երախտաբար ենք Մեսրոբի եւ իր ընկերներուն համար որ հայերենի թարգմանեցին Սուրբ Գիրքը գիտեք ինչ էր նպատակը անոնք քաչ հունարեն գիտեին Եվ ասին ինչու համար մեր ժողովուրդը այս քիրքը չգիտնա դքեդլա Ճիշտ այս նպատակով հայերեն դարերը փնտրելու հետևելով Աստված օգնեց հայտնությունով նպատակին Սուրբ Քիրքը թարգմանել էր եւ ամենալավ թարգմանությունն անոր համար Թաքուի Մարգարեությանց թարգմանություն թրված է Եվ այսօր մարդիկ Բահարանի մեջ թրած են որպես զար թրած են միշտեր թանկագին արժեքավոր բան ունենք մեր ցերկերում մեջ համար մնալ գուզեմ գարտալ եւ ադով վերջացնել 138-րդ Սաղմոսին երկրորդ համարն է գսե Երգրբակություն բիդանեմ թեպի քու սուրբ դաջարդ եւ քու անվանդ քողություն բիդի մատուցանեմ Քու ողորմությանդ ու ճշմարտությանդ համար վասնզի քու բոլոր անունդ վեր մեծուցիր քու խոսքդ քու բոլոր անունդ վեր մեծուցիր քու խոսքդ ինչպեսի երկյուղածությամբ մոդենալու ենք Աստվածաշունչին Աստծո խոսքին որ իր անունեն վեր Գրնակ երևակայել իր խոսքը Աստծո խոսքը քո անունդ վերեգս է Սաղմոսերկու Հարկենք Աստծո խոսքը ուզես հարկել Աստծո խոսքը բարձիտակ միթներ ոչ ալ համբուրե միայն լավ են անում գարտա բրբդե խորհե եւ հնազանդինք անոր թողլա որ Մենք ինչպես ամեն օր մեր ֆիզիկական մարմինը գսունուցանենք ուդելիկներով, այնպես այս խոսքով մեր հոգիները սնուցանենք, որպեսզի առողջ միտք ունենանք, հիվանդ միտք չունենանք եւ ճշմարիտ քահապարներ գազմենք Աստծո անոր ծրագիրներուն եւ անոր հատկություններուն մասին։ Իբարս երրորդության ամեն Շնորհակալ ենք Տերոջմեն, որ իր խոսքը մեր ցերկերուն մեջ ունենք եւ այդ խոսքը գսե ջրակ մնե մեր ջամփուն Բիդի առաջնորդե մեզի երկրորդ գենաց հաց է գսե որ ամեն օր պետք է գարտանք ամեն օր ինչպես հաց կուտենք ուտելու ենք նաեւ Աստծո խոսքը գարտալու ենք եւ մեզի հավիտենական կյանքի առաջնորդողն է որ թեպի երկինքի այդ ջամփան ցույց կտա մեզի 270-րդ երգը պիտի երգենք այս երգին առաջին երկրորդ եւ չորրորդ տուները պիտի երգենք խոսքն է ջրակ իմ ոտքերուս շարունակ լույս կտա
Նորացագեն գպխի դուրս արվակ մջապուս վրա Խոսք եղեցիկ ջապուս վրա ջրակ պայլում Առաջնորդ է թեպի երկնային Գենացածն է որով գապրի մանանա երկնային Քարտեսն է զոր մեր ծերկունի ուր ճամփորդներ նային Խոսք եղեցիկ ջամփուսրա ջրակ պայլում Առաջնորդ է թեպի երկնային Շնորհ դուր մեզ էր ուղի սորվի խոսքային իմաստության Բադվիրանած միշնազանթի հավատքով մանգական Խոսք եղեցիկ ջամփուսրա ջրակ պայլում Առաջնորդ է թեպի երկնային Այո Տեր քո խոսքդ մեր ոտքերուն ջրակ է մեր շավիներուն լույս Հարքեստեր Փառք կուտանք խոսքիդ հատկություններուն համար մեզ գսրբե գմակրե Մեղավորին դերստին ծնունդ կուտա անոր հոգին գգենթանացնե Շնորհակալ ենք Տեր Փառք կուտանք գաղութենք որ քո խոսքդ մեր սրտերու մեջ միշտ դեղ գտնե եւ ցանվի որպես Տեր անաբագանացու խոսք որպեսի բդղափերը լա բդուղփերը եւ այսպեսով քեզի փառք փերող զավակները լանք օրհնես բոլորս եւ դեր արցակես մեզ քո խաղաղությամբ փառքիդ համար Հիսուսի անունով ամեն Ամեն